Բարև ձեզ, ես Էդուարդ Բադալյանն եմ, այսօր հարկային փորձագետ Փայլակ Թադևոսյանի հետ կշարունակենք մեր զրույցները, որը որոշակի ժամանակ տևական դադար էինք տվել, բայց հաշվի առնելով վերջի շրջանում մի շարք քննարկումները հարկային հարաբերությունների թեմայով, մասնավորապես գուցե հետաքրքրվողները կհիշեն, որ վերջի շրջանում է թվում նաև ազգային ժողովում ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը խոսեց վարչարության եւ մասնավորապես քրեական գործերի հարուցման հետ կապված պրակտիկայի մասին, որը նշվեց որպես լուծում պահանջող խնդիր, վերջին օրերին քննարկվում են ակտիվորեն քննարկվում են եկամտային հարկի հայտարարման հետ կապված բարեփոխումները կամ ներդրված համակարգում կատարվելիք փոփոխությունները, որոնք հայտարարվում են որպես պարզեցումներ, մանավանդ որ նոյեմբերի 1-ը եկամտային հարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետն է, մենք որոշեցինք հիմա վերսկսել մեր զրույցների շարքը եւ ապագայում պլանավորում ենք արդեն կանոնավոր պարբերականությամբ շարունակել մեր զրույցները։ Այսօր կխոսենք հիմնականում եկամտային հարկի կամ այսպես կոչված եկամուտների հայտարարման համակարգում նախատեսվող փոփոխություններից, որը առաջարկվում է կատարել, կխոսենք նաև հարկային մասնարարպես օպեր վարչության կողմից իրականացվող վարչարության մասին, վերջի շրջանում արդեն ասեցի, որ այս մասին եւս շատ խոսվում է, որոնց արդյունքում շատ ճակերտներում ասած հնչեղ քրեական գործեր են հարուցվում, եւ նաեւ այլ թեմաների մասին, եթե ժամանակը կհերիքի, սկսենք երևի թե եկամտային հարկի համակարգում առաջարկվող փոփոխություններից, Փայլակ ջան, երևի թե խոսքը փոխանցեմ քեզ։ Ես սիրով, բարև ձեզ։ Մենք այս նորից փորձեցինք վերականգնել այս ձևաչափով շփումները նրա համար, որովհետև առնվազն մենք նախորդ մեր հանդիպումների կամ այս հարցազրույցների ընթացքում արտացել ենք թեմաներ, որոնք եթե լսեին մեր հաղորդումները, պատկան մարմինները, առնվազն 2 տարի առաջ կարող էին անել այն, ինչ որ հիմա նախաձեռնում են, այսինքն այն խնդիրները, օրինակ, որ կար հայտարարման համակարգում, ինչ փորձում են այդ խնդիրները վերացնել, Էդուարդ ջան, մենք դրանց մասին առնվազն 2 տարի առաջ խոսել ենք ընտանիքի անդամների միջև փոխանցումների հետ կապված խնդրին, եթե կարգավորեին, ասենք ինձ թվում է այն քաոսը չէր առաջանա, ինչ որ հիմա մենք առնվազն տեսնում ենք, նույնն էլ խոսել ենք, որ էլի 2 տարի առաջ խոսել ենք նաև այն խնդիրներից, որոնք կային հայտարարման համակարգում, մասնավորապես ստորագրման հետ կապված խնդիրները, որ ինչ որ ձև լիազորվեր կամ որ մարդիկ ստիպված չլինեին ID քարտերը անել, այլ լիազորելով այդ հայտարարները հանձնել, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով այն վիճակագրությունը, որ 2024 թվականի համար ներկայացվել է մինչ այժմ, իմ գնահատականն է, որ հաշվետու 2004 թվականի հայտարարման համակարգը զուտ ներդրման կարելի է գնահատել տապալված, որտեղ այն ցուցանիշները, ինչ որ հիմա առկա են, այսինքն 10 քանի տոկոսի կարգի են, իմ գնահատականը դա է, տապալված է, իսկ եթե այն խնդիրները, որոնց մասին մենք խոսում էինք 2 տարի առաջ, մեկ օր շուտ լուծելու դեպքում, սենց իրավիճակ չէր առաջանա ու իմ մոտ տպավորությունն է, թե կառավարությունը ամեն կերպ ձգտում է քաոս ստեղծել, հետո հերոսաբար այդ քաոսի մեջից դուրս գալ, ասենք, բայց այդ զուտ պետական ռեսուրսներ են, Էդվարդ ջան, իմ ու ձեր վճարած կամ իմ ու մեր բնակչության վճարած հարկերի հաշվին,
ստացվում է, որ վատվում է այդ ռեսուրսը ու չգիտես ինչի։ Եթե հնարավոր է մի բան ասվել է, այնպես չի, որ այդ հարցերի մասին մենք չենք խոսել, կարող եմ վերցնել ինձ այնագրությունը նայել։ Խոսել ենք ազգային ժողովում, կարծեմ հանրային լսումների տեսակ ձևաչափով, խոսել ենք այս մեր եթերից, որը հասանելի էր, կարող էին դիտել, նայել։ Հիմա եթե ես մի քիչ վատ եմ զգում, սենց իմ կարծիքն ամոթ է, որ մի բանի մասին 2 տարի խոսում ենք, 2 տարուց ավել, ու 2 տարի անցնում ու այդ հարցը նոր են կարգավորում, հետո ասում են բանը, մինչև խնդրեմը չլինի, չենք, ախր այդ խնդրեմի մասին մենք վաղուց խոսել ենք։ Այնուամենայնիվ, բայց խնդրալույց է այն հարցը, որ ասում է, եթե դուք չլրացրեցիք, համարում ենք լրացված։ Այս ինձ թվում է սահմանադրության հետ կապված է հարցեր կարող առաջանալ, եթե անձը չի լրացրել անձամբ, ոնց կարող ես համարել քո կողմից, ասենք ներկայացված, ոչ ստորագրությունա ներկայացրել, ոչ բանա ներկայացրել, բայց այնուամենայնիվ այն խնդիրը էլի մնացել է, արտերկրում գտնվող հայտարարագիր ներկայացնող քաղաքացին չի կարող այս հայտարարագիրը լրացնել կամ մտնել նայել, առնվազն մտնել նայել, որտեվ ID card չունի։ ID card չունեցողը այս համակարգից ոնց որ չի կարողանում օգտվել։ Փայլակ ջան, ներողություն, որ ընդհատում եմ, որպեսզի հասկանալի լինի ասածդ մեր լսարանի համար մի փոքր քո թույլտվությամբ ներկայացնեմ ինչա նախատեսվում անել։ Ես հիմա կարդում եմ հենց նախագծով ինչա առաջարկվում անել։ Ու նախագծով նախ սահմանվում է, որ հարկային մարմնի կողմից կինքնա լրացվի հաշվարկը, չէ՞ միշտ տերմին օգտագործվում, կնախալրացվի հաշվարկը հայտնի տեղեկատվության հարկային մարմնի համար հայտնի տեղեկատվության հիման վրա, ինչը նախկինում էլ էր այդպես։ Եվ ավելացվում է մի կարևոր էական մաս, նախագծով սահմանվում է, որ եթե քաղաքացին չի մտնում եւ միջև վերջնաժամկետի օրը չի ստորագրում նախալրացված կամ իր կողմից փոփոխված հաշվարկի տարբերակը, ապա նախալրացված տարբերակով հաշվարկը ուրեմն ներկայացվում է։ Այսինքն ստացվում է այդ քո ասած իրավիճակը իմ կարծիքով շատ ունիկալ իրավիճակ եւ այստեղ հանճարեղ լուծում ենք գտել, այսինքն ներկայացված համարել չներկայացված հաշվարկը։ Եվ իմ կարծիքով սա ուղղակի խուսանավվելու տարբերակ է, որովհետեւ մենք չասենք, որ շատ ճիշտ նկատեցիր, միանգամայն համաձայն եմ, որ ռեֆորմը կարելի է, այսպես կոչված ռեֆորմը կարելի է համարել տապալված, որովհետեւ չասենք, որ ռեֆորմը տապալվել է, նոր մոտեցում ենք կիրառում, չներկայացված հաշվարկը համարում ենք ներկայացված եւ ստացվում է, որ բոլորը ներկայացրել են հաշվարկները։ Էդուարդ ջան, մի բան քեզ հիշեցնեմ նաեւ, նույն ազգային ժողովում, որ առնվազն 2 տարի, 3 տարի առաջ որ նոր ուզում էին ներդրեն, այսինքն նախագիծ կար, որի հրավիրված էին նաեւ իրար հետ էինք կարծեմ, հենց այնտեղ առաջի հարցը, որ առաջանում էր, երբ որ ասեցին հայտարարագիր պետք է ներկայացնենք, մենք ինքնալրացնելու ենք կամ ինքնալրացնելու ենք, ես հարց բարձրացրեցի, ասացի ժողովուրդ, մեկը սենց տեն, հենց այն տվյալները առնվազն եկամտային վերադարձ ստացողների դեպքում, դուք բոլոր, եթե պետք է հավաքեք բոլոր տվյալները, մեկը բոլոր տվյալները ունեք։ Եթե այն նպատակը, որ ասում եք սոցիալական ծախսերի եւ այլի համար է պետք, այնա լրացրեք այդ մարդկանց համար, մի անունը դրեք հայտարարագիր լրացրել, նույնականացրեք, կարողանում եք այդ մարդկանց նույնականացնեք, միտեղ հավաքեք իրանց բոլոր եկամուտները, այլ անունը մի դրեք հայտարարագիր ներկայացնել, դուք ձեր համար հավաքեք այդ բազան պահեք, ձեր սոցիալական հարցերը դրանով լուծեք։ Ինչի եք անունը դնում, այսինքն եկան այն ելակետային կետին ըստ էության, որտեղ մենակ անունը դրվել է հայտարարագիր, այսինքն այն ինչ որ կար էլի հավաքելու են, մենակ ասելու են, էսի հայտարարագիր է, ուրիշ ոչ չի։ Այսինքն մենք վերադառնում ենք նախկինում գոյություն ունեցող ըստ էության, նախկինում գոյություն ունեցող կարգավորումներին, որովհետև բոլոր ժամանակներում, եթե քաղաքացին ուներ եկամուտ, որը պետք է հայտարարագրվեր եւ հարկվեր եւ որի
դեպքում չկար հարկային գործակալ ու հարկային մարմինն էլ չէր տեղեկանում այդ եկամուտի մասին, ինքը այսպես թե այնպես պարտավոր էր ներկայացնել, հիմա ըստ էության ստացվում է նույն իրավիճակը, պարզապես անունը դառնում է եկամուտների տարեկան հաշվարկների ներկայացում եւ ինչ որ նոր տեսակի մի քիչ այլ ձևի հաշվարկ է դառնում։ Կարային անունը դնեին օրինակ ֆիզիկական անձի եկամուտների վերաբերյալ պետական մարմնից հավաքագրված տեղեկատվություն։ Այսինքն այդ նույնը, մի անունը դրել են հայտարարագիր։ Հիմա ինչ դա։ Այն որ ասում ենք, եթե հիշում եք Էդվարդ ջան, իրար հետ հիշում ենք, որ հարցը հետևյալն է։ Ես բազմիցս այդ հարցը հնչեցել է, ասում եմ, դե քանի որ 18 թվից խոսք եք տվել ոնց որ հայտարարման համակարգ դի ներդրեք, զուտ այդ որ խոստումը անունը դրած լինի, որ արել ենք, զուտ այդ նկատառումներից այն ժամանակ ազգային ժողովում եմ կարծեմ ասել, մենակ այդ դրա համար ասում եք, որ հայտարարման համակարգ ենք ներդրում, որտեղ ձեր այս հայտարարման համակարգը որևէ կապ չունի իրական հայտարարման համակարգի հետ։ Կարճ ասած, այս կիսատ մի բան վերցած հայտարարման ատավիզմն է։ Նախկինում մենք խոսել ենք այս թեմաների, որ ինչի ենք տենց կարծում, որովհետև շատ կիսատ է, բովանդակությունը հեչ կապ չունի աշխարհում ընդունված հայտարարման համակարգի հետ, առնվազն 50 հոգի այն ժամանակ ազգային ժողովում հավաքվել են, որքան հիշում եմ բոլորը միաձայն ասում են, որ հայտարարման համակարգը այն չի, ինչ որ դուք առաջարկում եք։ Իսկ ատավիզմն է, էսի դրա համար էլ ոչ, ասենք, սենց մնաց կիսատ պռատ։ Ես էլ հիշում եմ, որ այո, մասնակիցներից որևէ մեկը կամ գուցե շատ քիչ բացառություն է եղել, իմ տպավորությամբ բոլորը այն կարծիքին էին, որ առաջարկվող տարբերակով չպետք է ներդրվի համակարգը, բայց փաստորեն այդ քննարկում ազգային ժողովում քննարկում էր քննարկման համար, հանրային դեպս ես իմ համար նման եզրակացություն եմ արել, որտեղ եթե քննարկման մասնակիցները բոլորը ասում են, որ այսպես չի լինում, բայց հետո գնում ենք եւ ընդունում ենք ոնց որ նախատեսել ենք, դա դառնում է քննարկման համար, բայց մի հարցի վրա կուզենայի։ Գնանք մի բան sense մեսեջի տեսքով, այս հանրային լսումներ, հանրային քննարկումները կամ այս տարբեր ձևաչափում պետական մարմնում քննարկումները գնալով նմանում է դրաֆտին, որ անունը դնում են իբր քննարկումների համար, նախագիծը տեղադրում են, ով ինչ ասում է, ով ինչքան դեմը լինի, կողմը լինի, ոչ մեկ հաշվի չի առնում, տանում ընդունում են։ Այդ դեպքում հարցը առաջանում, ինչով ենք մենք զբաղվում։ Հա։ Մենք մեզ խաբելով։ Մի հարցի վրա կուզենայի քո ուշադրությունը հրավիրել եւ մեր լսողների ուշադրությունը հրավիրել։ Ես չգիտեմ, ինձ թվում է, որ դա եւս խնդիր է, բայց կուզենայի լսել նաեւ քո կարծիքը այդ մասին։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է մենք քաղաքացուն ասում ենք, որ եթե դուք վստահ եք, որ չունեք այլ եկամուտներ, որոնք այնպիսի եկամուտներ, որոնք հարկային մարմնի համար տեսանելի չեն, եւ ունեք միայն այնպիսի եկամուտներ, որոնք հարկային մարմնի համար տեսանելի են, կարող եք նույնիսկ չմտնել համապատասխան էջը, չստորագրել հաշվարկը եւ այն կհամարվի ուրեմն ներկայացված։ Եվ այստեղ ես մի այլ խնդիր եմ տեսնում, ուրեմն ստացվում է, որ քաղաքացին արդեն ոչ միայն պետք է հետևի եկամտային հարկի կարգավորումներին, օրենսգրքով ծանոթանա, հասկանա, թե ինքը ի վերջո ինչը պետք է հայտարարի, ինչը ոչ, մի հատ էլ պետք է հետևի եւ փորձի հասկանա, թե իր եկամուտներից որն է հարկային մարմնի համար տեսանելի եւ որը ոչ։ Դու այստեղ խնդիր չես տեսնում, դա նորմալ լուծում է, այսինքն որ մարդը մի հատ էլ պետք է մտնի համապատասխան այլ կարգավորումներ, որպեսզի հասկանա հարկային մարմնին ի վերջո իր եկամուտները տեսանելի են, որ որոշի հաշվարկ ինքը կարող է չներկայացնել։ Սկիզբը սկսում է նրանից, որ քանի որ օրենքով ասում են ռեզիդենտները, քաղաքացի ռեզիդենտներն են ներկայացնում։ Ես շատ կասկածում եմ, որ որևէ չափանիշի հիման վրա ՊԵԿ-ը կարող է գեներացնել նենց, որ այսինքն ինքնալրացվի միայն ռեզիդենտներին։
Այսինքն պետքն է որոշելու, այսինքն համակարգը շահագործողն է որոշելու կամ այն տվյալները ինչ որ ինքը ստանալու է, ինքն է որոշելու, ասենք դու հայտարարագիր ներկայացնող ես, թե չէ։ Իդեպ կարող է իրականում դու հայտարարագիր ներկայացնող չլինես։ Հիմա քաղաքացին ռեզիդենտության չափանիշը ոչ բոլորը գիտեն, ռեզիդենտ է թե չէ։ Հիմա դրա համար մի հատ հարցում պիտի ուղարկեն Պեկին, թող բոլորը ուղարկեն, ասեն ես ռեզիդենտ եմ թե չէ։ Ես այս իսկ կոնկրետ հարցին եկամուտների, որոնք են հիմա մի հատ իրականում Պեկը պիտի մի հատ հայտարարություն տարածի, ասի իմ համար որ եկամուտներն են տեսանելի, այսինքն դու ավանդ ունես, չգիտես ես ավանդը ներառել է թե չէ։ Հիմա բա որտեղից իմանաս ներառել է թե չէ, ստիպած պիտի մտնես։ Այսինքն ստիպած պիտի այդ ID քարտի պատմությունը էլի առաջ գա։ Կամ այլ օրինակ կարող ենք վերել, օրինակ մենք գիտենք, որ կադաստրի պետական կոմիտեից ՊԿ տեղեկատվություն ստանում է ենթադրենք վարձակալության պայմանագրերի մասին, բայց գիտենք, որ վարձակալական վճարները ենթակային հայտարարագրման եւ հարկման, հաշվարկման եւ այլն դրամարկղային մեթոդով հաշվառման եւ ՊԿ այո տեղեկատվություն ստանում է պայմանագրի արկայության մասին, բայց ՊԿ տեղեկատվություն համենայն դեպս այսօր չունի վճարման մասին։ Հիմա հարց առաջանում ինչ պետք է արվի, որ ունենա վճարման մասին նաև տեղեկատվություն կամ կունենա թե ոչ եւ նորմալ է արդյոք ընդհանրապես որ այդ տեղեկատվությունը ՊԿ ունենա, բայց այս քո ասած հարցին ռեզիդենտության վերաբերյալ հարցին ես նայում էի ազգային ժողովի падգամավորի եւ ֆինանսների նախարարի նախաձեռնած ոդքասթը, այնտեղ իրենք այդ հարցին անդրադառնում են եւ իմ մոտ տպավորություն ստացվեց ճիշտն ասած, որ падգամավորը պատասխանում էր ֆինանսների նախարարի հարցին եւ իմ մոտ տպավորություն ստացվեց, որ ռեզիդենտության հարցում որոշիչ է համարվում միայն մի պայման 180 քանի օր Հայաստանում գտնվելը, մինչդեռ օրենքով այդպես չի, բայց այստեղ էլ կարող է հարց լինել։ Այնտեղ ասվում էր, որ պետք է այլ կարգավորումներ տրվեն, որ պետք է տեղեկատվություն ստանա քաղաքացու Հայաստանում գտնվելու չգտնվելու մասին, որը եւս հարց է արդյոք արժի, որ ՊԿ նման տեղեկատվություն ունենա, բայց այստեղ էլ մի այլ հարց կա, օրինակ երկքաղաքացու հետ եթե գործ ունենք եւ ենթադրենք քաղաքացին դա իր ազատությունն է, ինքը կարող է արտասահման մեկնել երկրորդ քաղաքացիության երկրի անձնագրով։ Այդ դեպքում ՊԿ տեղեկատվություն չի ստանա, որ Հայաստանի քաղաքացին մեկնել է։ Ու ստացվում է, որ կլրացվի, ինքնալրացվի իր համար եկամտային ուրեմն հարկի հաշվարկ։ Այդ դեպքում ինձ թվում է ռեֆորմը կգերակատարվի։ Էդվարդ ջան, եթե հիշում ես, էլի անդրադառնամ այն ժամանակ, ես զուտ բոլորի առջև հարց հնչեցրեցի ձեր համակարգեր 2 տարի առաջ։ Պատրաստ են արդյոք, որ այս հայտարարման համակարգը մարսեք։ Այն ժամանակ ոնց որ հավաստիացրեցին, որ պատրաստ են, բայց իդեպ հələ միջև մի sense անում են, ախր շատ պարզ հարցեր կա, որ տենց շփվեն, ասենք, երևի շատ հեշտ կլինի, նույն այդ փոխառությունների եկամուտների, քանի որ իրանք էլ տենց լավ պատկերացում չունեն, թե հայտարարման համակարգը իրանց ինչին է պետք, ինչ հարց են լուծելու դրանով, դրա համար էլ առաջ է գալիս, որ եկամուտները ընդհանրապես պետք է հայտարարեն, թե չէ։ Հիմա մի կողմից ասում են, որ օրինակ այսօր կառավարության նիստում հարց քննարկվեց, որ տենց քննարկման համար միգուցե ճիշտ է այն եկամուտները ներկայացնեն, որոնք հարկման ենթակա են։ Մնացածի դեպքում ավտոն։ Եթե պետք է եկամուտները ներկայացվեն, որոնք հարկման ենթակա են, բայց այդ դեպքում այն սոցիալական կոմպոնենտ, այն որ ասում են մի հատ պետությունը, որ իմանա ով ինչքան գումար է ստանում, բայց հարցը ստացվում է ավտոմատ անիմաստ չունեք, որ լավ օգնենք։ Ախր իրանք էլ չգիտեն, իրանք ինչ են ուզում անեն։ Ինչի համար է, ինչ նպատակի համար է։ Ան այնքան որ դրել են հայտարարման համակարգ, հիմա ասում են, քանի որ խոսք ենք տվել, ներդրենք։ Մյուս հարցն են, ինչքան հասկանում եմ, ստորագրած կամ օրենքով պարտադրված իբր ստորագրել է, այսինքն իր հանձնածնա, ինչ որ թուղթ ունենա, ինչը իրավունք կտա հասանելիություն ունենա պետությունը հասանելիություն ունենա բանկային համակարգին, էսա։ Գուցե ձևի նպատակ կա։ Մի հարցի
Չգիտեմ, իմ կարծիքով մի հետաքրքիր պահել կա առաջարկվող նախագծում։ Ուրեմն նախագծի 5-րդ հոդվածում համենայն դեպս կայքում տեղադրված ազգային ժողովի 5-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածում 156-րդ հոդվածում եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն։ Ուրեմն նշվում է, որ կառավարությունը կարող է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ կամ շեմեր։ Սա իմ կարծիքով հենց նա է, ինչ դու նշեցիր, այսինքն քննարկում են գուցե կառավարությունը որոշի, որ ինչ որ եկամուտներ, որոնք չեն հարկվում, չհայտարարագրվեն ավելորդ տեղը, ու այստեղ ես հիշեցի, որ այսին ազգային ժողովի падգամավորները, ովքեր նախաձեռնել են այս նախագիծը, իրենց ասելով համակարգը պարզեցնելու նպատակով, գտնում են, որ կառավարությունը, որ նույնիսկ կառավարությունը այսօր չունի լիազորություն սահմանելու հաշվարկում, հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ եւ շեմեր, բայց մենք գիտենք, որ կառավարությունը չունի, բայց պետնախագահն ունի փաստորեն, որովհետեւ պետնախագահն արդեն սահմանել է, որ մինչեւ 300,000 համապատասխան փոխանցումները, որոնք նվազեցվող եկամուտների մեջ են մտնում, հաշվարկի լրացման կարգում պետնախագահ կարգը հաստատում է պետնախագահը, համապատասխան փոփոխություն է կատարել եւ լրացման կարգում նշվել է, որ մինչեւ 300,000 եկամուտները կարող են չհայտարարագրվել։ Այս մասում դու խնդիր չես տեսնում, որ մեր բոլոր պետական մարմինները այսպես բաներ կա լսում են ու ոչ մեկ մի հատ ծպտուն չի հանում, շատ པարզ բաների, որը կոչվում է իսումա ոնց որ թե ինքնիրավչություն է կոչվում, սահմանելություն ունենք, բան ունենք, պետք է գրած է ցանկացած պետական մարմին կարող է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է, կամ ունի այնպիսի իրավասություններ, որոնց համար լիազորված է։ Հիմա պետք նախագահը լավ կարող է հարկային մարմնի աշխատողների համար իր ասած օրենքը, բայց հո կա սահմանադրություն, կա օրենքներ, եթե բարդ պետք նախագահը լիազորված չի, ինքը ինչ իրավունք ունի սահմանի չափ, որից ավելը պետք է հայտարարագրվի կամ պակասը չհայտարարագրվի։ Ես չգիտեմ ինչ է, այդ շատ པարզ կարծեմ քրեական օրենսգրքի հոդված կա, ինքնիրավչություն է կոչվում, ու բոլորը տենց հետարքին են, որ ծափ են տալիս, ասում են, տես բան արեցինք, չափ դրեցինք, լավա գոնե վերջում հիմա գլխի են ընկել, որ չի կարա տենց բան լինի, պետք է օրենքով նախատեսված լինի, լավա գոնե կառավարության այդ լիազորությունները տվել են, էլի։ Դե գոնե պետնախագահին տային այդ լիազորությունը։ Բայց չի կարել, դե մի կառավարության որոշման ամսաթվով այդ հարցը կարգավորվի։ Դե կարային բանը, կարող էին բանն է, կարող է կառավարության որոշմամբ էլ ասեն պետնախագահին ենք տալիս։ Հա, դա ուրիշ։ Թե չէ մենք հո չենք ուզում, որ որևէ մեկը ինքնիրավչության համար ինչ-որ։ Ես ճիշտ, որ ընկալելի ճիշտ լինի, ես հայտարարագրման համակարգին դեմ չեմ, կողմ եմ, բայց այն ինչ որ հիմա առաջարկում է, ասացի կապ չունի հայտարարագրման աշխարհում կիրառվող համակարգի հետ, ատավիզմ է։ Ամեն դեպքում ես իմ հայտարարագիրը ներկայացրել եմ, ով որ հարցը առաջացել, միշտ բոլորին կոչ եմ արել ներկայացնել։ Բայց ահագին մարդիկ կա, որ ում օգնել եմ ներկայացնեն, ID քարտ են հանել, գնացել են, հիմա ստացվում է մարդկանց դրդել եմ հայտարարագիր տալու, բայց հիմա կառավարությունը հայտարարում ինքնաշխատ պետքա լրացնի։ Ստացվում է մարդկանց անտեղի ծախսի տակ եմ գցել, իդեպ անվճար եմ օգնել, լավա գոնե ասենք չեն ասի գումար եմ տվել հայտարարագիր լրացնելու համար, բայց այդ մարդկանց անտեղի այս կոչվում է բանի ցանկացած գործողության անհետևողականություն, անսկզբունքայնություն։ Եթե նախորդ մի քիչ լսեին, մեկ էլ իմ դուրը չի գալիս, երբ որ ասենց խոսույթ կա, որ բանի խնդիրների լուծումները մինչև հարցը չլինի խնդիրներ չառաջանան, չեն կարող լուծումներ տալ, այս խոսույթը ամենավատ բանն է, այտենց ասենք կարող է ցանկացած 3 միլիոն մարդուց ցանկացած մեկը որևէ պաշտոնի աշխատի ու նույն բանը ասի, դե ինչքան կարողանում ենք, այդքան ենք անում, հարց կլինի, բայց պետական պաշտոնյայի
սենց ասեմ, ունակությունները պետք է այնպեսին լինի, որ ինքը կարողանա ընկալեն հնարավոր խնդիրները, որ առաջ կան, գոնե լսի։ Լավ, չեք ասում բոլորը ամեն ինչ կարող են, բայց այդ որ մարդը ասում է պետք է լսեն, չէ՞ գոնե։ Փաստորեն մենք էմպիրիկ մեթոդով ենք առաջ գնում, կառավարում, փորձում ենք, ստացվեց խնդիրներ առաջացան, հետո մի լուծում կփորձենք, կստացվի, կլուծվի, չի ստացվի, մեկ այլ լուծում կփորձենք, այսինքն փորձով ենք գնում։ Քիչ կենցաղային օրինակ։ Կանխատեսում չունենք։ Շատ մի քիչ կարող է տենց վատ օրինակ է, բայց մեքենա որ փչանում է, ասենք մի բան որ փչանում է, տանում են այս տենց շատ է, չէ՞, մարդկանց հետ հանդիպե, տանում են, ասում են, այս մի մասը փոխենք, փոխում են, ասում են, չէ, ուրեմն դրանից չէր, հետո այն մյուս մասն են փոխում, հետո պարզվում է մի հատ լար էր փոկված, այդ լարի համար այդքան ծախս արեցին, հիմա այս հայտարարման համակարգն է։ Այդքան ռեսուրս վատնեցին, այդքան փող ծախսեցին, ասենք ինչի համար ես չգիտեմ, կարող է մինչև այդ մի քիչ որ նորմալ մի տարի ուշ մտածեին, մի տարի թեկուզ ուշ անեն կամ 6 ամիս ուշ ներդրեին, այս պատմությունը չէր առաջանա, մի բան էլ ասեմ 2003 թվին, ես չգիտեմ ինչքան հայտարարագրողների քանակ կար, բայց հաստատ հայտարարագիր ներկայացնողները անգամով պակաս են եղել, քան իրական հայտարարագիր ներկայացնողներն էին։ Ու մեծ մասը պետական պաշտոնյաները պետք է ներկայացնեն։ Ու ստացվում է, որ պետական պաշտոնյաների մեծ մասը հայտարարագիր չի ներկայացրել, ու դրանից 23 թվականի իմաստ եմ ասում, ու դրանից հետո որևէ աշխատանք չի տարել, որ գոնե պետական մարմնի աշխատողները այս հայտարարագիրը լրացնեին։ Եթե այդ գործողությունը մի քիչ ավելի շուտ անեին, ծանոթությունների եւ այլի տեսքով գոնե պետական մարմնի աշխատողները անեին, այս խնդիրները չէր առաջանա, թեկուզ են դեֆորմացված իրավիճակով։ Եվ այս թեման ամփոփելու համար ուղղակի ինձ թվում է լսարանին չնայած շատերը ենթադրում եմ գիտեն արդեն, բայց մի մասն էլ կարող է չիմանալ, դրա համար ամենայն դեպս նշենք, որ նաև նախագծով առաջարկվում է, որ եթե անձինք ունեն սոցիալական ծախսեր, որոնք ենթակա են փոխհատուցման, այսինքն պետության կողմից վերադարձման, դա գիտենք կրթական եւ առողջապահական ծախսեր են, այլ ծախսեր կային, կարծես թե միայն կրթական եւ առողջապահական ծախսերն էին, տարեկան կտրվածքով 100,000 դրամից ոչ ավել, որով պետությունը փաստորեն խթանում է մի կողմից այդ նույն ոդկասթի ժամանակ ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը նշում էր, որ այդպիսով զարգացնում են մարդկային կապիտալը, ես ճիշտ ասած մի քիչ լավ չեմ պատկերացնում տարեկան 100,000 դրամով դա օրինակ վճարովի համապատասխան կրթական հաստատությունների տեղ-տեղ 1 ամսվա, տեղ-տեղ 2 ամսվա վճարի գումարն է, ես չեմ պատկերացնում ոնց ենք 100,000 դրամով զարգացնում մարդկային կապիտալը, բայց ինչևէ նկատի ունենանք, որ ըստ նախագծի ուրեմն եթե կա սոցիալական ծախսի փոխհատուցում, ամեն դեպքում պետք է նույնիսկ առանց փոփոխելու նախահայտարարագրված, նախալրացված տարբերակը եկամտային հարկի հաշվարկի պետք է մտնել եւ ստորագրել ու ներկայացնել։ Միայն այդ դեպքում նոր այդ գումարները կարող են ստանալ։ Միայն այդ դեպքում կստանան, այս մասով էլ ճիշտ ասած սա ոնց կարծես մի տեսակ բան լինի, մի տեսակ ասոցիացիաներ են առաջանում, որ մենք քաղաքացիներին ասում ենք, բայց ամեն դեպքում պետք է մի բան արած պետքա լինեք, ոնց որ նեղ սրտել ենք, նեղացել ենք նրանից, որ քաղաքացիները չեն ներկայացնում այդ հայտարարագիրը, ասում ենք, բայց եթե այդպես է, ուրեմն ամեն դեպքում մի բան կանեք, նոր փողը կտանք։ Առանց ոչ մի բան անելու չենք տա, ինչևէ այսպիսի փոփոխություններ են նախատեսվում, եկամտային հարկի շատ կարճ ասեմ, էլի։ Այսօրվա կառավարության նիստում Թորոսյան Արսենի կողմից տենց հաց բարձրացվեց, որ ասենք եթե հայտարարագիրը ներկայացրել է ավտոմատ ռեժիմի վրա լինի, այդ վերադարձել, էլ դիմում չգրվի։ Ու բոլորը ասցին, հա ճիշտ ասում բան, տենց էլ անելու ենք, բայց հիմա ես չեմ ուզում, որ այդ գումարը այդ պահին միանգամից ինձ վերադարձնի։ Ինչ եք ավտոմատի տակ դնում։ Շատ པարզ լուծումներ կա, ասենք այդ ավտոմատի տակ դնելու։ Մի հատ այդ բան դնեք, ուզում եք վերադարձվի, այսինքն հայտարարագիր ներկայացնելուց այդ այո կամ ոչի տարբերակը լինի, որտեվ ես կարող եմ օրինակ
քանի որ ԱՁ-ի մեկ էլ օրինակ ֆիզիկական անձի այդ բանը նույնն է, հարկային մարմնում անձնական, այսինքն նույն տեղում է գեներացվում վճարը բանը։ Կարող է չեմ ուզում այդ գումարը ուզում եմ պահեմ, հետագա հարկերից նվազեցնեմ, ասենք ինչ եք ստիպում, որ այդ գումարը վերցնեմ, հետո չթողեմ, էլի։ Այսինքն միշտ պետք է մտածեն, ոչ թե կանոնը սենց պետք է անենք, այլ միշտ պետք է լինի այլընտրանքային տարբերակ, անձը որոշի, ինքը ոնց է ուզում։ Հա, այսինքն մի քիչ ավելի խելացի համակարգեր նախատեսենք, ի վերջո ինձ թվում է այդ տեղեկատվական համակարգերը կառուցող, ես չգիտեմ ովքեր են զբաղվում կոնկրետ եկամտային հարկի ու այդ ՊԵԿ համապատասխան ռեսուրսներով ովքեր են զբաղվում, բայց ինձ թվում է բարդ բան չի, ես կարծում եմ կան շատ լավ մասնագետներ եւ կկարողանան այդպիսի լուծումներ տան, օրինակ լուծում տան, որ եթե այսպես, ապա այնպես ու ոչ թե ընդամենը մեկ լուծում տան, ես չեմ կասկածում այդ մարդկանց մասնագիտական որակների վրա, հաշվի առնելով ՊԵԿ էլեկտրոնային համակարգի աշխատանքի որակը, բայց երևի թե անցնենք մեր մյուս թեմային, որի մասով ես գիտեմ, որ դու ասելիք ունես, վերջի շրջանում շատ լուրեր են ստացվում, այդ թվում նաև հրապարակվում են պաշտոնապես այդ լուրերը պետական մարմնի կողմից, որ համապատասխան հարկային վարչարության իրականացման արդյունքում եւ հարկ վճարողների շրջանում էլ այդ խոսակցությունները պատտվում են, որ շատ կոշտ վարչարություն է կատարվում եւ վերցվում են համակարգիչներ, անձիկ, այո, եւ ինչն է հետաքրքիր, որ փաստորեն վերցվում են, հետազոտվում են, ես կհասկանայի, եթե օրինակ մենք ունենք տեղեկատվություն, որոշակի օպերատիվ աշխատանքի կատարման արդյունքում ունենք արդեն լրելյան հավաքագրված որոշակի տեղեկատվություն հնարավոր թաքցված հարկերի մասին, բայց կամ հարկերի մասին, որոնցից հարկվճարողը խուսափել է, որոնք խուսափել է ներկայացնել, եւ այդ տեղեկատվության հիման վրա արդեն գիտենք ինչ ենք վերցնելու եւ գնում ենք կոնկրետ վերցնելու, բայց մենք գործ ունենք դեպքերի հետ, լսում ենք ամեն դեպս այդպիսի դեպքեր, որ մենք գնում ենք վերցնում ենք, հետո հետազոտում ենք, ինչ որ խնդիր կամ կհայտնաբերվի կամ չի հայտնաբերվի, հետո ուղարկում ենք համապատասխան քննչական մարմիններ, հարցվում են քրեական գործեր ու այդպես շարունակ, որը խոչընդոտում է նաև հարկվճարողների աշխատանքը այն աստիճան, որ այդ մասին խոսում է արդեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորը եւ ասում է, որ այս հարցը պետք է քննարկել եւ լուծումներ պետք է տալ եւ այլն։ Ես գիտեմ, որ այս մասով Տես Էդվարդ ջան, սենց իրավիճակ, ես ինչքան որ հիշում եմ, մինչև 14-15 թվականներն էր, երբ որ կալանավորելը որպես գործիք էր հանդիսանում հարկերի հավաքագրման համար։ Այս ամեն ինչը հիմա ով ինչ ուզում ասի, ոնց է, ինչ է, արդյունքը այն է, այդ ինչի ասենք մինչև 15 թիվը կար, դրանից հետո չկար, մեկ է նոր կամաց շատացավ խոսակցությունները։ Իհարկե ոչ մեկ չի ասում այն մարդը, որ իրականում հարկեր է թաքցրել, մեծ ծավալների հարկեր է թաքցրել, ոչ մեկ չի ասում, թե այդ մարդու արարքը լավ է եւ այլն։ Եթե թաքցրել է հարկեր, օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան, պետք է միջոցներ կիրառել, գումարները հետ բերել եւ այլն։ Բայց խոսքը դրանց մասին չի։ Չկար, նորից սկսվեց։ Այս մի բանի մասին է ասում, որ առաջ պահանջ, այսինքն այդ ընթացքում, երբ որ այդ հարցը չկար, նշանակում է բյուջե մուտքագրելու, հավաքագրելու, տենց պահանջ ամեն գնով հավաքագրելու պահանջ չի եղել, եթե նախկինում չկար։ Հիմա ինչի սկսվեց, թաց ու չորը խառնում է իրար, չգիտեմ, պարզ պատճառ կա։ Իմ գնահատականը այն է, ամեն գնով եկամուտներ ապահովել։ Չգիտեմ, այդ պահանջը օրինակ վարչապետի կողմից է դրվել ՊԵԿ նախագահի որպես առաջադրանք, թե ՊԵԿ նախագահան սեփական նախաձեռնությամբ որոշել ամեն գնով հավաքագրի, որ ասի տեսեք բյուջեն կատարել եմ, այդ ես չգիտեմ։ Ամեն դեպքում գոնե ինձ վստահեցնում են, որ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից նման պահանջ չի դրվել։ Եթե չի դրվել,
ու պետք աշխատակիցները անում են, ոչ միայն պետքը, այլև քննչական կոմիտեն, նշանակում է բան կա, որ գալիս է հենց պետք նախագահի նախաձեռնությունից։ Հակառակ դեպքում չի կարա, ասենք առանց առաջադրանքի այս ձևով առաջ գնալ, եթե չի վերաբերում խոսքը բացահայտ բաներին, օրինախախտներին, որտեղ ես լսել եմ դեպքեր, ասում են 10 հոգով գալիս են, տենց բաներով, դիմակներով, շրջարկ վճարողի վրա, պարզվում է վերջում 2 միլիոնի հարկի հարցեր ընդամենը առաջ գալիս, այսինքն մենք ինչ ենք անում, անտեղի լարված ընտրություններից առաջ, այս ինչի եմ ասում, որ զուտ իշխող կուսակցությունը կամ իշխանությունը լսի, որ այդ գործողությունները ինչ որ անում են, ասենք 10 հոգով գալիս են շրջարկ վճարողի հետևից ու 2 միլիոնի ակտ են գրում, այս ուղիղ ազդում է այդ պետական պաշտոնյաների գործելավոճի վարքագծի վրա, հետևաբար ամեն ինչ որ իշխանության օրոք, որ իշխանության օրոք պետական պաշտոնյաները ինչ վարքագիծ դրսևորում են, այդ անուղղակիորեն արտացոլվում է գործող քաղաքական ուժի վրա։ Այդ չեն կարող ասել, որ դա տենց չի։ Այսինքն պատասխանատուն ինքն է։ Իսկ հիմա դեպքերը, այսինքն ինչից է սկսվում։ Ինձ թվում է տենց պատահական ինչ որ անհասկանալի վերլուծությունների հիման վրա որոշում են, ասենք, այս մեկին։ Հիմա բան կա, տենց կոչվում է օպերների կողմից կազմված նախնական հաշվարկ։ Այդ հաշվարկ այնքան տենց երևակայությունների հիման վրա շատ դեպքերում հաշվարկ կա, որ հենց շատ են լինում դեպքերը, երբ որ հրապարակումներ են տարածում, քանի միլիարդ, այսքան, մեկ այդ միլիարդները դառնում են, տասնյակ միլիարդները դառնում են 1-2 միլիարդ, էլի, այսինքն ստեղից պարզա չի կարա, ասենք 20 միլիարդը դառնա 2 միլիարդ կամ 1 միլիարդ, նշանակում է մի բան այն չի։ Հիմա վատը այս ամեն ինչի մեջ վատը այն է, որ իրականում ստացվում է, որ փող կտած չենք կալանավորի, այսինքն հարկային հաշվետվությունները կճշտես չեն կալանավորի, այս կանես չեն կալանավորի, ու սկսում է շատ պարզ առևտուրը, ոնց որ ասենք եսին որ երկիր լինի, մերձավոր արևելքի կամ չգիտեմ որտեղի, ու այդ առևտուրը սկսում է, լավ ինչքան կարա ստաս, որ չկալանավորենք։ Այսինքն տնօրենի տեղը սովորաբար պատասխանատու տնօրենն է, բայց չգիտես ինչի կալանավորելու հարցը քննարկում են սեփականատիրի հետ, որտեղ փող տվողը սեփականատերն է, տնօրենը, ասենք իր համար տնօրենն է։ Մինչդեռ չեմ կարծում, որ տենց պետք է լիներ, հետո բռնագրավում են մարդկանց անձնական հեռախոսները, outsourcing անող հաշվապահական ֆիրմաների համակարգիչներն են արգրավում, ասենք որը ունի, ասենք մի 50 հաճախորդ կամ 100 հաճախորդ, ստիպված սպասում են հաճախորդները տեսնեն, այսինքն խնդիրներ են ստեղծում մարդկանց համար, ես չգիտեմ, այս արջի ծառայություն են մատուցում, ոչ մեկ է նորից կրկնեմ, դեմ չի այնով, որ իրականում թաքցնում է եւ այլ այդ գործողությունները անել, բայց կարծես թե երևույթը համատարած է, ես ինչքան հասկացա այդ խնդիրներ բան ունի, ոչ մեկ իր վրա պատասխանատվություն չի վերցնում, ընտրանք անելու, ում պետքա կալանավորման հարց առաջադրեն կամ չառաջադրեն, կամ ում կոմպյուտերը պիտի տանեն, ումը չէ։ Համատարած բոլորինը տանում են, որը հանկարծ հարց չառաջան, այս մեկին ինչ տարակ, այն մեկինը չէ։ Այս բանը քաոս է։ Ես ինչի այս մասով շատ բան չեմ ասում, ինչի համար մի անգամ առիթ եղել է մասնակցել նման գործողությունների եւ պետք է ասեմ, որ նման խնդիրների ես անձամբ ականատես չեմ եղել, շատ երևի բացառիկ դեպք է եղել, պատշաճ ձևով ընթացել վարչարությունը, բայց շատերից ենք լսում, այս քո նկարագրած իրավիճակները շատերից ենք լսում եւ հարկվճարողները նաեւ իրար մեջ են խոսում, իրար հետ են խոսում ու այդ ենթադրաբար
այդ խոսակցությունների մի մասը բնականաբար ճիշտ կլինի, չնայած մենք ոնց որ ասացիր, իհարկե, եթե մարդը թաքցրել է հարկային պարտավորությունները, չի վճարել, բնականաբար պետք է վճարի, բայց թացաչորի հետ խառնել պետք չի։ Այս կտրվածքով ուղղակի մի քիչ շեղում եմ հարցը։ Շատ ներողություն մի բան էլ ասեմ, ներողություն ես իմ ընդհատելու համար, այն պատմությունը ես անդադ պատմել եմ, որ Opera Excel չիմանալով, ֆիլտրը սխալ ընտրելով, բերեց նրան, որ քրեական գործը, այսինքն վատ այն էր, այդ քրեական գործը հարուցվել է 2 տարի գնում էր, հետո այդ քննիչն է գնաց թոշակի, նոր քննիչ եկավ, նորից նոր քննություն, այսինքն սենց մի աբսուրդ երևույթներ կա, վերջում իհարկե կարճվեց, հարցը այդ չի, բայց պետության ռեսուրս ենք ծախսում, ափսոս չի։ Այսինքն երկրով մեկ ռեսուրս ենք վատնում, խոսում ենք, ասենք, այստեղ մարդ չունենք, այնտեղ մարդ չունենք, որ այսքան ռեսուրս չծախսենք, մարդ էլ կունենանք, աշխատող էլ կունենանք։ Մի քիչ ուղիղ կապ չունեցող այս թեմայի հետ հարց, բայց դու ասացիր, որ գուցե խնդիր կա ամեն գնով եկամուտները ապահովագրել, անկեղծ ասած իմ մոտ էլ այդ տպավորությունն է, ու ստեղ մի միտք առաջացավ, ասում եմ, կարող է մենք շրջանառության հարկը սահմանափակեցինք, բարձրացրեցինք դրույքաչափերը մի ստվար խումբ հարկ վճարողների, արգելեցինք շրջանառության հարկով հարկվել այն հույսով, որ հարկային մուտքեր կապահովեն, նաև այդ հույսով, միաժամանակ այդ ժամանակ նաև կային մասնագետներ, փորձագետներ, չեմ ուզում ասեմ նաև մենք, շատերը ասում էին, որ դրանով խթանելու եք ստվերը, եւ այստեղից իմ մոտ միտքը առաջանում, որ իսկ գուցե այդ փոփոխությունները չեն արդարացրել իրանց եւ չի հավաքագրվում այն եկամուտը, որոնք նախա հաշվարկվել էին։ Չեմ կարծում, որ դա պատճառը նա տեսե։ Ես անկեղծ ասեմ, պետք նոր նախագահ նշանակվեց նախորդ նախագահ բյուջեի ոնց որ եկամուտները չապահովեց։ Հիմա այս 24 թվականի բյուջեն ոնց որ այս կամ 25-ի քանի ամիսների համար ավելի շատ է։ Հիմա հարցը այն է, թե ինչ գնով է ապահովել, այսինքն վիճակագրությունը, որ ներկայացում է, պետք է ճիշտ ներկայացվի, ասենք օպերի աշխատանքի կամ ճիշտ օպերի կալանավորում, այս քննչական գործողություններ, օպերն ու քննչական կոմիտեի արդյունքում ինչքան գումար է հավաքագրվել։ Ոնց որ այդպես գնահատական կար 100 միլիարդից ավել գումար էր։ Հիմա պետք է նայենք, ասենք, այն որ ավել է, այսինքն պլանավորվածից ավել է հավաքագրվել, այդ ավելի ինչքան է, եւ համադրենք այն գործողությունների արդյունքում, որը իբրև տեսանելի է, այն ճշգրտվածները երևի այդ հաշվարկի մեջ չէր մտնում, այդ 100 միլիարդի հետ։ Եթե համատում ենք, եթե հանում ենք որպես էական շեղում, ընդհանրապես վիճակագրության մեջ էական շեղումները աշխատում են բացառեն, որ ճիշտ պատկեր ունենան ընդհանրապես։ Հիմա եթե հանենք, ոնց որ թե տենց հավաքագրման հարցը տենց լավ չի։ Բայց ճիշտ հաշվառում պետք է տարվի, բայց դժվար թե տենց հարկային մարմինը տենց բացեաբաց ասի բանը, էսի այսքանի արդյունքում է, էսի այսքանի արդյունքում։ Օրեր առաջ մի հարկ վճարող այսպիսի դիտարկում էր անում, ես չգիտեմ ճիշտ ասած համաձայնվեմ այդ դիտարկմանը թե չէ, բայց կարծես թե իմ մոտ էլ այդպիսի տպավորություն կա, որ այս երևույթը արդեն սկսում է տեղի ունենալ, ասում է առաջ շատ տարիներ առաջ, 10 եւ ավելի տարիներ առաջ, ասում է ստուգումների վերջը վարչարության արդյունքում, երբ որ ինչ-որ բան չէր հայտնաբերվում, ասում էին, այսքան գրում ենք, դուք գնացեք դատարան, բայց երբ որ պատասխան էր ստացվում, դե եթե այդպես է գրեք, բայց պետքա պաշտպանեք ձեր գրածը, ի վերջո մեծամասամբ դեպքերում չէր գրվում, որովհետև գիտեին, որ այդ գրածը հիմնավոր չի լինելու։ Բայց ասում է, հիմա ասում են կգրենք, երբ որ պատասխան են ստանում, որ բայց բան խնդիր չկա, այստեղ ինչն է գրում, հիմա ասում են ու գրում են, եւ ավելին են գրում, քան ասում են։
Այս այն կտրվածքը, որ միլիարդների բաները գնում են, 10-20 միլիարդի հայտարարությունները տարածվում են եւ նախնական հաշվարկները գնում են, հետո դառնում են ենթադրենք տասնապատիկ ավելի կրճատվում են, այս կարծես այս երևույթի հետևանքն է։ Մի քիչ կենցաղային լեզվով ասեմ, հիմա Էդվարդ ջան, եթե ես գամ մի օր քեզ ասեմ դու ինձ պարտքես օրինակ 10 միլիոն, դու քանի որ դու ինձ պարտք չես, ավտոմատ հարց առաջանում, որ ես շառ եմ անում։ Հիմա բայց չգիտես ինչի, պետական մարմինների այդ պահանջը չի կոչվում շառ անել, այլ ամեն մեկը իր գործն է անում, բայց շառանողով վրա այդ դեպքում, եթե ասենք մի 30, 40 կամ 100 անգամ ավել բան ես մարդու վրա գրում իր իրական պարտավորությունից ավել, կամ հորինում ես ինչ-որ բաներ ու դրա արդյունքում ուզում ես այդ մարդուց ամեն գնով այդ գումարը տանել, բայց մաքուր շառանել է, էլի, ասենք, հիմա չգիտեմ, կարող է որոշ գործընկերներ պետական եկամուտների կոմիտեից ցենց այս ասածից համար նեղվեն, բայց շատ կոնկրետ բան եմ ասում, բայց եթե այդ մարդը այդքան բան չի, հիմա ասենք լավ կարող է բաժնի պետը ասել է, հիմա ամեն գնով չեք գրելու, բայց հետո Այս վերջում ես մի գործ ուսումնասիրելիս մի դեպքի հանդիպեցի, երբ որ մարդն ասում էր իհարկե սա այլ վարչություններ զբաղվում այդ գործով, երբ որ մարդն ասում էր, որ ինքը ընկերության աշխատակից չի եւ որ այստեղ հրավիրվել է ու ըստ էության ծառայություն է մատուցում, այլ հիմունքներով ոչ որպես աշխատակից, բայց հետո տեսա պարզվեց, որ իրեն արձանագրել են որպես չձևակերպված աշխատող, նաև այդտեղից այդ միտքն է գալիս, առաջին միտքը որ գալիս է դա այն է, որ փաստորեն որևէ դեպքում տուգանելու ցանկությունը շատ մեծ է։ Էդվարդ ջան, որ sense գնային շատ ավելի վատ բաների նախքինի գնան, երբ որ տես չհագնում էր ՀԴՄ չէր կարող ամբռնացնել, որ ՀԴՄ միշտ տպած է լինում, տեսնում երբ չկա պլան պետք է կատարի այդ ՀԴՄ-ի, էլեկտրիկին գնում փող են տալիս, լույսերը անջատում են, հետևից մտնում են, ասում են հոп ՀԴՄ չես տպե։ Ասենք հիմա այս ՀԴՄ-ների թեման էլ շատ հետաքրքիր է, արի պայմանավորվենք, որ հետագա մեր զրույցների ժամանակ մի անգամ էլ կհատկացնենք հենց այդ ՀԴՄ-ների ՀԴՄ կիրառման ճշտության ստուգումների թեմային, որտեղ այնտեղ էլ կարծես վարչարությունը շատ հետաքրքիր դրսևորումներ է ստանում վերջի շրջանում, որն ավելի հետաքրքիր է դառնում, եթե հաշվի առնենք, որ հիմա նաև ստուգումները տեսաձայնագրվում են ու շատ հետաքրքիր տեսաձայնագրություններ են ի հայտ գալիս։ Վատն այն է, որ այս տեսաձայնագրությունները ինձ թվում է Պեկին նավը չի նայում, բարեվարկությունից են խոսում, ասեք մեկ-մեկ այդ ձայնագրությունները, որ լսում ես, շատ էական բարեվարկության կանոնների խախտման տենց իմ կարծիքով դեպքեր կան, բայց չգիտես ինչի, ասենք Պեկը այդ Պեկի նավը չի ստուգումները չի հասցնում նայել, գուցե հետ են ընկած եւ ենթադրենք հիմա նայում են 6 ամիս առաջ։ Ես չգիտեմ ինչ են նայում, բայց եթե այդ վարչությունը կա գոնե եթե ամեն օր ասում են Պեկ նախագահ ամեն օր հայտարարում ասում է մենք մի ընտանիք ենք, չի կարող ընտանիքի անդամը մի ընտանիքի անդամի վրա, այսինքն վարկագիծը տենց վատ վարկագիծ դրսևորի, էլի, ընտանիքի անդամ։ Մոտեցումը իմ կարծիքով ողջունելի է, ինձ թվում է դու էլ դրական կգնահատես, եթե այդպես մոտենանք նաև հարկ վճարողներին, բայց ասացիքպես ընտանիքի դեպքեր կան, որ ընտանիքի անդամի հետ այդպես չեն վարվում։ Այսինքն եթե բանը հնչեցվում, գաղափար, բան պետքա տակը նաև բովանդակություն լինի։ Եթե գաղափարը հնչեցվում է, գործողությունների տակը չի զգացվում այդ բովանդակությունը, իրական բովանդակությունը, տակը չի ստացվում է հայտարարության համար։ Հիմա ես հույս ունեմ, որ այս մեր հաղորդումից հետո միջոցներ կձեռնարկվեն եւ հետեւողական կլինեն, որ այն գաղափարը ինչ Պեկ նախագահը առաջ է քաշում, նաև ներքևում դառնան իրագործել։ Այո։ Ոչ թե մենակ ոչ միայն նախագահի կամ այսպես ասած բարձր ստորաբաժանումների բարձր պատասխանատուների մոտ դա կիրառվի, այլ ընդհանրապես
իջնի ներքև եւ ռեալ պրակտիկայում վարչարության մեջ դա երևա։ Հակառակ դեպքում դիսբալանս առաջանում շատ, այսինքն այն լավ բանը ինչ որ ասվում է, միանգամից հակառակ էֆեկտն է տալիս։ Երկու դեպքով ջուրն է գցվում։ Այո։ Շատ լավ, ես չգիտեմ, մենք հասցնենք այլ թեմաների անդրադառնալ թե ոչ, բայց ես այս քրեականի մասով մի բան էլ ասեմ, նայեք, ընթացակարգը ինձանից լավ գիտես, օպերները նախնական հաշվարկ են անում, հետո ուղարկում են քննիչի կամ օպերներն են ասում, կալանավորման հարցը կամ օպերներն են ասում, եթե չվճարես քրեական գործ կհարուցենք եւ այլն, քննիչները կալանավորում, այս հարցը սենց ընդհանուր գալիս է, հետո գալիս է դատախազությունը նայում քրեական գործը արդյոք հիմքեր կա եւ այլն, սենց գնում է։ Բայց եթե վիճակագրությունը նայեն, այս հարուցված քրեական գործը եւ դատարան գնացածը շատ պատկերավոր կլինի, որ անօգուտ, անիմաստ, բավական մեծ գործեր կան, որ պետությունը այս ռեսուրսը ծախսում է անիմաստ։ Այն կարծիքն է, որ կանոններ դնենք, ինչ որ սահմանափակումներ, որ սրանից հետո քրեական գործ հարուցվի, սրանից հետո չէ, այստեղ վարքագծի կանոնը պետք փոխել ու այն պահանջը, որ դրված է, այդ պահանջը ուղղակի հանել։ Չի կարա ցանկացած ներքևի օղակի աշխատող առանց վերև իր այսինքն երախայում գտնվող իր ղեկավարի իմացության ինչ որ բաներ անի առանց վերևինի իմացությամբ։ Հետևաբար այստեղ հարցը ոչ թե օրենսդրորեն սահմանափակել էս չի կարանի, էս չի կարանի, սա համակարգիչը այս դեպքում կարա վերցնի, այդ դեպքում չի կարա վերցնի։ Չէ, այդ կանոնները սենց թեն հենց մի կետ գտնում են բանի փոխելու համար։ Ընդհանրապես պետքա հանրականը ուրիշ ձև լինի, ասվի, գիտեք ինչ, այս չափից ավել կամ այս չափից ավել, եթե խախտում, բաց այդ խախտումներ կա կամ գտնում եք, որ սենց, կանոնները լինի, այս կանոններով առաջնորդվենք, չչարաշահենք։ Այսինքն, երբ որ բյուջե լցնելու ամեն գնով հարցը դուրս գա, չեն ասի բեր փոխտուր եւ այլն։ Բայց ուղղակի կանոնները այստեղ թույլ տուր մի քիչ չհամաձայնել հետդ։ Կանոնները իմ կարծիքով կան։ Ուղղակի դրանք շատ դեպքերում չեն պահպանվում։ Օրինակ, նույն այդ արգրավման process-ը ինքը համապատասխան կարգերով նկարագրված է եւ դա պետք է կատարվի, երբ որ պահանջ է ներկայացվում, պահանջվում են որոշակի փաստաթղթեր, տեղեկատվություն եւ այլն, չի տրամադրվում նոր արգրավի։ Հետո օրինակ սահմանված է ենթադրենք միջոցառում իրարի եւ փաստաթղթերի զննություն, որի շրջանակում վերցվում են համակարգիչներ։ Համակարգիչները իմ համոզմամբ իրեր չեն եւ այն ինչ որ զննվում են, չեն զննվում համակարգիչները, այլ զննվում են դրանց մեջ եղած տվյալները, բայց այստեղ էլ կա կարգավորումներ, հա, կա կարգավորում, որ պետք է զննությունը իրականացվի հարկ վճարողի մասնակցությամբ, որոշակի դեպքերում դատարանի որոշմամբ եւ այլն, բայց մենք պրակտիկայում գիտենք, տեսնում ենք, լսում ենք բազմաթիվ պատմություններ, որ այդ զննությունը եւ մնացած ամեն ինչ կատարվում է առանց հարկ վճարողի մասնակցության եւ post factum հարկ վճարողի ներկայացնում են թվեր, որոնցից շատ անգամ ինքը տեղակել չի լինում կամ գլխի չի ընկնում, ինչի մասն է խոսքը։ Ու կարծես թե իրավիճակում այդ կարգերը չեն օգնում։ Իդեպ շատ դեպքերում բնենց է լինում, որ օրինակ ասում են հարկ վճարողին բանար գրի, որ դու ես կամավ, այսինքն դու հանձնել ես այն բանը ընթացակարգը առանց պահպանելու, հետո ասում են հարկ վճարողն է ինքը կամավոր հանձնել։ Մենք ինչ անենք, մենք օրենք չենք խախտել, ինքը կամավոր տվել է, մենք հարկ վճարողը ինքը նաև ճնշվում է, ես կարծում եմ դա նաև ճնշման միջոց է։ Դու օրինակը բերեցիր, որ օրինակ կարող է ինչ-որ դիմակավորված կամ դրսում ինչ-որ հատուկ աշխատակիցներով, մեծականակ աշխատակիցներով մոտենան հարկ վճարողին, որը նաև իմ կարծիքով ճնշում է հարկ վճարողին, ինչ-որ իմաստով ընկճում է, իհարկե կախված մարդուց, բայց նա չհասկանալով էլ թե այստեղ որն է իր իրավունքը եւ որը իրավունքը չի, ինքը կարող է այո տալ ու ստացվի, որ այդ ինքը տրամադրեց կամավոր եւ բանը ստացենք։ Ու մի բան էլ, օրինակ մի երևույթ էլ կա, որը կարծում եմ պետք է ես հուսով եմ, որ պատասխանատուները այդ հարցին կանդրադառնան եւ գուցե ինչ-որ լուծում տան։ Մենք ինձ մի դեպք պատմեցին, որ ըստ կարգի, երբ որ ներկայացնում են պահանջը, գրավոր պահանջը ինչ են պահանջում ստանալ,
ներկայացրել էին 25 րոպե ժամանակ։ Այն դեպքում, երբ որ հարկվճարն ասում էր, մի փոքր պետք է համբերել իրենց մուտք գործելուց հետո 25 րոպե ժամանակ, ենթադրենք ժամը 11-ին մուտք ենք գործել եւ ասում ենք ժամը 11:25, մեզ տրամադրեք SSS տեղեկատվությունները։ Պարզա որ չի կարողանալու այդ կար ժամկետում։ Չկարողանալու արդյունքում, այո, սա մեկնաբանվում է որպես հիմք, որ չտրամադրեցին, ուրեմն կարող են կարգրավել։ Ես կարծում եմ, այս մոտեցումը լավագույնը չի ու արժի նման մոտեցումները բացառել։ Ես հուսով եմ, որ համապատասխան արձագանք կլինի այս խնդրին եւ կբացառվի։ Պետք է մեկ է փոխվի այդ իրավապահ մարմինների իրավապահ նկատի ունեմ քննչական մարմնի աշխատակիցներ եւ օպերվարության աշխատակիցներ, երբ որ որոշների մոտ նկատվում է այն վարքագիծը, ոնց որ հարց լուծող մարդ եմ, էլի, տենց։ Այսինքն այդ պետքա փոխվի, էլի։ Երևույթներ, որ մեզ ծանոթ են, շատ հնուց։ Այո։ Մինչև այս մոտեցումը չփոխվի, այդ խնդիրները ճնշվելու, մարդկանց ահաբեկվելու, այսինքն վարքագծից, հա, միգուցե իրանց թվում է, ասենք այդ աշխատակիցներին, որ ինքը որ տենց տեղ աշխատում, ինքը պետք է դույով խոսա, պետք է ասի, հոպ, այսքան ժամանակ ունեմ շուտ արաբան, այս, բայց այս մենք եթե սրան ենք գնում, ասենք կարելի է լիքը ուրիշ երկրների օրինակ բերել, որ այդ վարքագիծը արմատացած է, բայց հաստատ ոնց որ թե տենց իշխանությունը չի ուզում նմանվի այդ երկրներին, էլի։ Փայլակ ջան, որքան հասկանում եմ, մենք արդեն սպառում ենք մեր ժամանակը։ Ցավոք կարծես չհասցրեցինք այլ թեմաների անդրադառնալ, բայց մենք շատ թեմաներ ունենք։ Լսարանի համար ուղղակի ասենք, որ հաջորդ մեր այս դեպքում կարծես այսպես ընդհանուր ավելի շատ որոշակի այս պահին ակտուալ ու ավելի շատ քննարկվող հարցերից խոսեցինք, բայց մենք նախատեսում ենք սկզբում արդեն ասացի, որ նախատեսում ենք ավելի կանոնավոր եւ պարբերաբար մեր հանդիպումները կազմակերպել ու պատրաստ ենք նաև անդրադառնալ ձեզ հուզող ինչ-որ թեմաների կամ հետաքրքրող, եթե կլինեն այդպիսի թեմաներ, ես առաջարկում եմ օրինակ մեկնաբանությունների տեսքով կամ հարցերի տեսքով նշել, մենք դրանք կուսումնասիրենք, անպայման անդրադարձ կկատարենք։ Մի բան ես ավելացնեմ, ի դեպ մենք Էդուարդի հետ խոսել ենք, այսօրվա հաղորդումը ավելի շատ ճիշտ է կոնկրետ թեմաների էր, բայց ավելի ընդհանրական էր, սենց մենք նախատեսում ենք, որ միգուցե այն ձևաչափը ընտրենք, որ երբ որ կոնկրետ նախագծեր կա, դետալացված անդրադառնանք այդ կոնկրետ նախագծերին, ինչ ռիսկեր է պարունակում, այսինքն ցանկացած ՊԵԿ-ի կամ ֆինանսների նախարարության կողմից գեներացված փաստաթուղթը ինչ հնարավոր հետագա խնդիրներ կարող է առաջացնել, միգուցե հուսալով նաև, որ պետական մարմինները, դրանց համար պատասխանատու պետական մարմինները գոնե այս անգամ կլսեն, չեն հայտնվի այն խնդիրների առաջ, որոնք պետքա ոնց որ թե այդ քաոս ստեղծենք, հետո հերոսաբար հաղթահարենք։ Դրանցից մեկը նաև այս QR կոդերի պատմությունն է, որը կանդրադառնանք հետո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հետևելու համար։ Համբերատար։ Չեմ հիշում, առաջարկեցի թե ոչ, մի անգամ եւս առաջարկեմ, եթե հետաքրքրում են մեր զրույցները, որոնց ապագայում որոնց ընթացքում անդրադառնալու ենք նաև ձեր առաջարկներին կամ բարձրացած հարցերին, առաջարկում եմ բաժանորդագրվել նաև ալիքին, որի դեպքում ավելի օպերատիվ կտեղեկանաք նոր զրույցների մասին։ Շնորհակալություն։